Это форма российских железных дорог. Հարավկովկասյան երկաթուղում աշխատում, մտածում ու խոսում են ռուսերեն։ 2008 թվականի ռուսական երկաթուղիները եւ հայկական երկաթուղիները 30 տարով կոնցեսիոն պայմանագիր կնքեցին, 10 տարի պրոլոնգացիայի իրավունքով։ За период концессионного управления Կոնցեսիոն կառավարման ընթացքում կապիտալ նորոգել ենք 440 կիլոմետր երթուղային ճանապարհ։ Նորոգել ենք նաև 330 կիլոմետր կոնտակտային կապ։ Լոկոմոտիվային եւ վագոնային համալիրում էլ թարմացրել ենք 1040 բեռնատար գնացք եւ 27 ուղևորատար։ Բացի այդ, վերջին 8 տարում երթուղային 40 կամուրջ ենք նորոգել, որոնք կառուցվել էին 1898 թվականին։ Ներկայությամբ կարող եք տեսնել Ախտալայև անցնում է գնացքը։ Ես on-line ռեժիմով հետևում եմ, որ անցնում է երկրորդ գլխավոր գծով։ Երկաթգծերով գնացքի շարժի ընթացքին, տեմպին, լուսացույցի աշխատանքի եւ հոսանքի հզորությանը գլխավոր վարչությունում անդադար հետևում են, ապահովագրում են հնարավոր ռիսկերից։ Իսկ թե ինչ որակի ճանապարհով եւ ինչ է հանդիպում ճանապարհին գնացքը գլխավոր վարչությունում տեսնում են դարձյալ on-line։ Գնացքը գնալուց նկարանում է բոլոր ուղեմասերը, անվտանգությունը պաշտպանում է սրան։ ԱՊՀ, ԵԱՏՄ, Եվրոպա, Ամերիկա։ Հարավկովկասյան երկաթուղին հայկական բեռը տեղափոխում է այս բոլոր ուղղություններով։ Մոտ 75 երկիր մենք կարողանում ենք բեռ տեղափոխել վագոններով, թե կոնտեյներներով։ Այս տարի բեռնափոխադրումների 10% աճ են նախատեսում երկաթուղում, նաև Իրանի հաշվին։ Արդեն բանակցում են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը երկաթգծային տարանցիկ երկիր դարձնելու ուղղությամբ։ Անցած տարի փորձնական չվերթ արդեն եղել է հաջողությամբ։ Իրանը շահագրգռված է Հայաստանով դեպի ԵԱՏՄ երկրներ ու Եվրոպա ապրանք տեղափոխել, քանի որ այն 1 տոննայի հաշվարկով $2 ավելի էժան է, քան Թուրքիայով ավտոմոբիլով բեռնափոխադրումը։ Վագոնի համարը, տեղերը։ Սևծովյան հանգիստը նախընտրողների սիրելի սեզոնը բացված է։ Երևան, Բաթում, Երևան, Արմենիա ֆիրմային գնացքի չվերթը սկսվել է հունիսի 15-ից։ 15 ժամ 40 րոպե եւ ծովափին կարելի է հայտնվել մինչեւ հոկտեմբերի 1-ը։ Ուղևորափոխադրումները տարեցտարի ավելանում են։ Եթե 2009-ին Երևանից Բաթում Արմենիա գնացքով 28,000 ուղևոր էր տեղափոխվել, 2016-ին 43,000, այս տարի էլ 10-ից 15% աճ ենք նախատեսում։ Միջազգային երկաթգծատրանսպորտային ընկերության զարգացում, ծառայությունների արդյունավետության եւ որակի բարձրացում նորարարության ճանապարհով։ Հարավկովկասյան երկաթուղու ռազմավարական նպատակներն են, որի համար ներդրումները հաշվարկված են։ 2008 թվականից սկսած 30 տարվա ընթացքում ռուսական երկաթուղու հայկական դուստրը 174 միլիարդ դրամի ներդրում կունենա։ Մինչև այժմ 77 միլիարդ դրամն արդեն նպաստել է ենթակառուցվածքների բարեկարգմանը, եւս 26 միլիարդ դրամ շարժական համալիրի բարեկարգմանն է ուղղվել։ Լիլիթ Ասանյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։